Պարոն Սաղաթելյան, ուզում էի հարցնել այդ էլեկտրահաղորդման այդ սյունների հետ կապված, որ նաև մաս են կազմում այդ ենթակառուցվածքների թրիփում։ Իշխանությունը ասում է, դրանց հիմնական բանը գործառույթը տարանցմանն է ծառայելու, այսինքն տարանցման նպատակով է լինելու, բայց չեմ բացառում նաև էլեկտրաէներգիայի ստացման շուրջ հնարավոր քննարկումներ է հետագայում Ադրբեջանից նկատի ունեմ։ Դուք նման հեռանկարին, այսինքն ձեր ֆրակցիան, ձեր քաղաքական թիմը նման հեռանկարի հետ կապված ինչ դիրքորոշում ունեք, արդյոք տեսնում եք այդտեղ ինչ որ վտանգներ կամ խնդրահարույց կետեր։ Ես երբեք չեմ կարող հավատալ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են լինել Հայաստանի համար այլ ընտրանքային աղբյուրներ, էներգակիրների, չգիտեմ, գազի, այլ մթերքների, դա ես պարզապես ոնց բացատրեմ, այսինքն ոնց կարելի է ենթադրել, որ թշնամի պետությունները, որոնք վերջին 100 տարվա մեջ 2 անգամ մեր սեփական հայրենիքում ցեղասպանություն են իրականացրել մեր նկատմամբ, էթնիկ զտում, պետություններ, որոնք հայկական էթնոսի, հայ մարդու, հայ ինքնության հետ խնդիր ունեն, անընդհատ ուզում են ոչնչացնել, այդ պետությունները կարող են ասենց շատ արագ դառնալ բարեկամ, հրաժարվել իրենց աշխարհակաղակական ծրագրերից եւ դառնան մեզ այլընտրանքային մատակարարման աղբյուր։ Ես դրան չեմ հավատում։ Հետևաբար ես չեմ կարող հավատալ։ Շարժ այդ մասին չի, որ սա հասարակությանը բթացնելու նախընտրական շրջանում Ալիևը կիսով չափ ԿՊ-ի նախընտրական շտաբի պետի պարտականություններն էր կատարում, անընդհատ մի անգամ բենզիներ ուղարկում, ցորեն, չգիտեմ ինչ մտերք, վերարտադրությունը ապահովելու է շարունակական զիջումներ իրականացնելու համար։ Այս ամեն ինչը այդ շրջանակում է։ Հետևաբար այս ընթացքում ինչ պետք է, ասես բաներ կանեն, որպեսզի հասարակությունը բթեցնեն, մոլորեցնեն եւ ցույց տան, թե ամեն ինչ վերջացած է, մենք այլևս եղբայրական ժողովուրդ ենք ու տանան մեզ նոր զիջումների եւ կոտորացի այս ասածը, պարոն Սաղաթելյան, այն է, որ եթե նույնիսկ ինչ որ մատակարարումներ լինեն, դա ինչ որ X փուլում ինչ որ ռիսկեր է ենթադրելու, եթե այո, ինչ ռիսկեր։ Այդ մատակարարումները, եթե դիտարկում ենք իբրև այլընտրանքային աղբյուրներ, այո։ Հիմա մեզ կկտրեն մեր հիմնական մատակարարներից, կմնանք իրենց հույսին, հետո այդ կռանտները կփակեն։ Այսինքն մի տարի Արցախը 100,000-ից ավել մարդ մեր ու մանուկ այսպես ասած բլոկադայի ենթարկած ազգից ու պետությունից դու այսօր ինչ-որ այլընտրանքային աղբյուրների ակնկալիք ունես։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետևյալն է, շատ եմ ասել, թշնամանալ բարեկամ երկրների հետ եւ փորձ անել բարեկամանալ թշնամի երկրների հետ։ Արդյունքում բարեկամների հետ թշնամանալու ենք, իսկ թշնամիների հետ չենք բարեկամանալու եւ երկիրը տանելու են նոր արկածախնդրություն։